արդեն 5-րդ ԲԴԽ նախագահն է, նախկին 4-ից ոչ մեկ իր պաշտոնավարումը մինչև իր ժամկետի ավարտը չի հասցրել։ Այսինքն նույն կամ այս 15 թվականի համանական փոփոխությունները, որ ընդունում են, ինչ էին ասում։ Ասում են մեծացնում են ընդդիմության դերը պարլամենտում, պարլամենտին փոխնախագահի, խորհրդանի փոխնախագահի պաշտոնի բան ենք տալիս, արտոնություն ենք տալիս, չգիտեմ ինչ որ հանձնաժողովների եւ գործում է դա։ Չի գործում։ Փոխնախագահի պաշտոնը թափուր է, արդեն չգիտեմ, տարիներ երևի։ Դրանք թղթի վրա թուղթը ինքնուրույն ոչինչ բան չի կարող ապահովել։ Պիտի ապահովի քաղաքական համակարգը, առողջ քաղաքական համակարգը, մրցակցությունը, քաղաքացիական գոյությունը, մամուլի ազատ մամուլի գործունեությունը։ Այս բոլորը միասին պիտի գործեն, որպեսզի այդ հավասարակցությունը ձևավորվի, որպեսզի այդ գրված օրենքների կիրարկումը երաշխավորվի։ Եթե չլինեն այս ինստիտուտները, չլինեն այս մեխանիզմները, սովետական միության սահմանադրությունը ամենաառաջադեմ սահմանադրությունն էր։ Իր ժամանակի համար շատ ավելի առաջադեմ էր, քան բոլոր ժողովրդավարական երկրների սահմանադրությունները, բայց արդյոք ինչ էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի նորմալ քաղաքական համակարգ ձևավորելը, քաղաքական դաշտում համագործակցության մասով ես կարծում եմ, որ գոնե այս ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների հարցում այսօր պետք է բոլորը շահագրգռված լինեն։ Այստեղ հիմա պետք է հիշել շատ թեավոր խոսքը, որ մի հարցրու ում մահն է գոժում զանգը։ Քո մահն է գոժում զանգը։ Եթե մենք տեսնում ենք որևէ մեկի իրավունքները այսօր խախտվում են, մենք պետք է կանգնենք այդ իրավունքների պաշտպանության դիրքերում, որպեսզի մեզ դա չհասնի։ Եթե սպասես որ գա քեզ հասնի, արդեն ուշ է, ոչինչ չես կարող անել։